Ես ծնվել եմ 1994 թվականի մարտի 28-ին Երևանում։ Այստեղ ենք եկել նույն թվականին, ապրում եմ ինչպես Քաշաթաղի շրջանի Քարիկա գյուղում, սովորում եմ տեղի միջնակարգ դպրոցում, 11-րդ դասարան եմ եւ ունեմ ցանկություն ունեմ ավարտելու ԵՊՀ պատմական ֆակուլտետը Երևանի պետական համալսարանի եւ աշխատել պատմության թանգարանում որպես գիտաշխատող։ Հիասթափությունը եղել է, բայց ես մարտահրավեր ներեցի հիվանդությանը եւ ասացի, որ ես քեզ պետք է հաղթեմ։ Ու հիմա այդ հաղթելու ճանապարհին ենք։ Ծնողներս երբեք թույլ չէին տալիս, որ ես զգամ։ Իրենք միշտ իմ կողքին են եւ ես շնորհակալ եմ նրանց։ Ուրեմն գիրքը ինձ համար երևի իմ երկրորդ ընկերն է, մենակության ընկեր։ Եվ մենակ եմ լինում, սիրում եմ խորասուզվել ընթերցանության մեջ։ Եվ կարելի է ասել, որ երբեք չեմ պատռել փոքրուց, հենց մի անգամից սիրել եմ այդ գիրքը։ Իսկ պատմության անցյալի այդ թերթելու, քրքրելու համար ես զգացել եմ, որ այդ ճյուղը ավելի զարգացված է, չնայած մնացած առարկաները եւս լավ սովորում եմ, լավ կերտում եմ, բայց այդ ճյուղը լավ եմ ուսումնասիրում եւ նպատակ ունեմ գնալու եւ գտնելու Տիգրան Մեծի դամբարանը։ Հայ ժողովրդի հերոսներից կենթանի լեգենդ է ինքը, արքան, որովհետեւ ես դուք նայեք այսօր 21-րդ դարում, բայց դեռևս քանի հազարամյակ է անցել, դեռևս խոսում են իր ստեղծած Հայաստանի մասին, իր գործերի մասին, այսինքն ինքը չի մեռել, ինքը իր գործով անմահացել է։ Եվ ինձ համար արքան դա կերպար չէ, այլ հերոս է։ Ինքը հայ ժողովրդի հերոսն է եւ իմ վեպի հերոսն է։ Ճիշտ ասած դեռ ոչ ոք չի կարդացել եւ դուք առաջինը կլինեք, որ հատվածներ կտեսնի, հատվածներ կարդաք, որովհետեւ ես ճիշտ ասած չեմ ուզում ցույց տամ բոլորին, որովհետեւ եթե ցույց տամ բոլորը արդեն չեն կարդա, երբ որ գիրքը լինի։ Դրա համար իսկ գնում եմ 2000 այսպես 6-ից։ Ես նայեցի Տիգրան Մեծի մասին, վեպ չկար, որոշեցի ինքս, բայց ասեմ, որ ինքս գրել, բայց ասեմ, որ ես այսպես ասած ինքս ինձ չեմ գրում։ Ես ուսումնասիրել եմ փաստերը եւ դեռ ուսումնասիրում եմ։ Որովհետեւ նախ մեծ պատասխանատվություն եմ զգում իմ ուսերին դրված։ Դու պատկանում ես նախնական եւ քաջ ազգի, արդյունավոր ոչ միայն խոսքի եւ պիտանի խոհականության մեջ, այլև մեծամեծ փառավոր գործերով, որոնք մենք կհիշատակենք այս պատմության ընթացքում։ Սա ասել է խորենացին Տիգրան Մեծին է վերաբերել եւ ես որոշեցի հենց սա վերցնել որպես բնաբան։ Ուրեմն հիմա երկրորդ մասն եմ սկսել։ Առաջին մասը կոչվում է «Սկսվում է ոսկե դարը» եւ կարդամ մի հատված։ Բարթևական արքունիքում հաճախ զորախաղեր էին կազմակերպում։ Այս զորախաղերում իր խիզախությամբ աչքի են ընկնում 45-ամյա Տիգրանը, որը պատանդել այստեղ։ Այսինքն ես սկզբից որոշեցի պատմել, թե ինչպես է եղել եւ ասում եմ տեղի ունեցել հայ բարթևական կարճատև պատերազմ, որտեղ Միհրդատ մեծը, սա Միհրդատ երբատուրը չէ, որպեսզի չշփոթի։ Եվ ծառայի ուղեկցությամբ գնաց Միհրդատի մոտ, նա մտավ տախտակը, որտեղ կային բազմազան զենքեր, աշտերեր, տեգեր։ Գրողը, եթե մտածի ինչ կլինի, լավ կլինի, վատ կլինի, ինքը չի գրի, որովհետև ինքը կմտածի, որ վատ կլինի ու չստեղծագործի, դրա համար ես չեմ մտածում։ Ես այս գիրքը գրում եմ եւ հանձնում եմ ժողովրդի դատին, թե ինչպես կդատի, ինչպես կընդունի, դա իր գործն է։
ոնց որ ասում են Աստված մեծ է, մի դուր կբաց։ Այսինքն ես կարծում եմ լավ կլինի, վստահ եմ։ Հավատում եմ իմ գրքի ապագայի եւ կարծում եմ որ կհատարակվի ու մեծ հաջողություն կունենա, թե վատ կլինի, ես դա չգիտեմ, չեմ կարող ասել, բայց եթե լավ լինի, ես խոստանում եմ հեռուստադիտողին եւ ժողովրդին, որ դեռ նրանք շատ նորություններ կտեսնեն եւ նոր վեպեր կկարդան։ Վերահատվել եմ 3 անգամ, 3-ն էլ ես եմ համաձայնվել։ Եղել եմ համաձայնությամբ, ինքս պայմանավորվել եմ բժշկի հետ։ Եվ ուզում եմ հատուկ նշել Կարեն Քոլոյանին, բժշկի։ Ինձ ինքն է վերահատել այդ գործունեությունը, Եվ ասեմ, որ հաղթահարել եմ շատ դժվարությամբ, բայց դեռևս հաղթահարում ենք։ Տերունա գնացի հագուստ, ասել է Արարատ առողջարանի տնօրենը, Ջերմուկում։ Առաջինը ինքն է բերել Հայաստան այս հագուստը եւ ինքը անընդհատ ջանում է, որ այսպիսի երեխաներին բուժի։ Եվ գնացինք հագանք, առաջին երբ որ հագա, առաջինը հոգնեցուցիչ էր։ Գնացի եւ իր հետ։ Եվ հետո արդեն կամաց սովորեցի այդ հագուստին, պայքարեցի, ուրեմն տեղի ունեցավ մի այսպիսի արդյունքի եկանք, որ սայլակ 4 հեկտար վեր կացա եւ նստեցի սայլակին այս հագուստով։ Այն առաջ անեն չէի կարողանում, շատ մեծ առավելություն տվեց եւ հիմա շարունակում եմ այդ հագուստը հագնել։ Մենք խոսեցինք գլադիատորների մասին, ես հիմա կասեմ, թե ինչու ես համեմատեցում ես գլադիատորների հետ, ուրեմն ես բանաստեղծություն եմ գրել մեր երեխաներին նվիրված գլադիատոր, հենց այդպես է կոչվում է գլադիատորներին։ Ես ուզում եմ մի հատված ասել այդ բանաստեղծությունից, գլադիոլուս դա այն սուրն էր, որով իրենք կռվում էին։ Եվ դա ձեր կամքն է։ Դուք ունեք վահան եւ դա ձեր մայրերն են։ Եվ հետաքրքիրն է, որ այս հիվանդությունը այդպիսին է, եթե գլադիատորները կռվում են արենայում, մենք կռվում ենք հատակի, բայց դա տարբերություն չկա, նույնն է։ Եվ ես բազմից հաղթել եմ եւ շարունակում եմ հաղթել։ Բայց որպեսզի ազատություն ստանա, նա պետք է մինչև վերջ հաղթի։ Այդպեսին է, եթե կոնկրետ ասած ազատությունը այն է, որ պետք է գնալ ինքնուրույն։ Այսինքն դու ազատություն ես ստանում քո քաջության շնորհիվ։ Եվ դրա համար ես համեմատվեցի գլադիատորների հետ։ Գիրք եմ մտածել, ինչպես էին մարտնչում մերօրյա գլադիատորները մեր մասին։ Կյանքն ամֆիթատրոն, մենք գլադիատոր։ Այսինքն գլադիատոր ոչ թե, որ ասենք կյանքի պայքարում, այլ են պայքարում, որ ինքը պայքարում հիվանդության դեմ, չի հանձնվում,
այսպես ասած միջև վերջին շունչը պայքարում է հիվանդության դեմ։ Գլադիատորը այդպեսին է։ Նրան կամ պետք է սպանեին, կամ պետք է ինքը սպաներ, եւ չէր հանձնվում։ Երբ մեզնից մեկը կամ մի լավ արդյունքի հասնում, մենք անպայման ուրախանում ենք աշխարհը մերն է։ Եվ ես ասում եմ, չթուլանաք, դուք ձեզ պահեք բարձր, որովհետև չպետք է թուլանալ ուղղակի, իրավունք չունեն։ Նախ իրենց մայրերի համար, հետո էլ իրենք իրենց համար։ Ես մի բան ստեղծում եմ գրել մոր սերը։ Ինձ համար մայրը երևի ամենաթանկ բանն է աշխարհում, եւ ես շնորհակալ եմ նրան, որ ես հասնում եմ այս արդյունքին, որ ինքն է ինձ օգնել եւ միշտ հիմա ինձ օգնում է, որի համար ինչպես նշեցի շնորհակալ եմ եւ երախտապար։ Այդպեսի տող կա, ասում եմ, եւ տարապում իր հիվանդ որդու հետ հավասար մեկտեղ։ Այսինքն երբ որ երեխան հիվանդանում է, մայրը չի կարող հաճ ցավալ։ Այդպեսին է մորսերը, այդպեսին է մայրը։ Ինքը ինձ ուժ է տալիս եւ ասեմ, որ առաջին վիրահատության ժամանակ առաջին բառը, որ եղել է, իր մասին եմ հարցրել։ Ես չէի մտածում, թե ինձ հետ ինչ է լինելու։ Ես գիտեի, ես գնում եմ վիրահատության, պետք է ինձ վիրահատեմ, բայց ինձ հետաքրքրում է մորս վիճակը։ Այսինքն ես այդտեղ ինձ դնում էի երկրորդ հակա։ Սիրո զգացումը շատ գեղեցիկ զգացում է եւ ես ասեմ, որ ունեմ բանաստեղծությունների ժողովածու սիրո ծաղեր հատուկ իրեն նվիրված նախքան իրեն հանդիպելը ես մտածում եմ, որ ցավից ու տանջանքից բացի պայքարից բացի ոչինչ չկա այս կյանքում, բայց ասես ինքը եկավ եւ հակառակն ապացուցեց եւ կարծես մի պահ ոնց որ հոգնել էի պայքարից այդ բայց նա եկավ եւ ուժ տվեց։ Երբ նա կողքից է լինում, կարծես մոռանում եմ, որ գլադիատոր է։ Եվ կարելի ասել, նա իմ աքիլեսյան գարշապարն է հանդիսանում։ Սիրում եմ ես քեզ, բայց նաեւ գիտեմ եւ իմն ես եւ ոչ։ Մտածում եմ ես անվերջ քո մասին, բայց նաեւ գիտեմ եւ իմն ես եւ ոչ։ Այսինքն եւ իմն է եւ ոչ կարող է ինչ սիրել, կարող է ինչ չլինի։ Բայց ես հաշվի եմ ունեցնում այդ իրականության հետ, որ ինչքան էլ դաժան լինի, այնուամենայնիվ իրականությունը դա է։ Իմ կեղծանունը Աքիլես է եւ իմ աքիլեսյան գարշապարը իմ սերն է։ Ես գնում եմ մի ժողովածու մարդը սմարտ լինի, ինձ մարդուն է վերաբերում։ Ասում եմ կապ չունի, նա ասում է ոսկի ունի, թե ունի խսիր, այսինքն այդ տարբերություն չկա։ Եվ եթե անկեղծ չլինես, երբեք չես կարող ստեղծագործել։ Որովհետև եթե պետք է խաբես, ինքդ քեզ ես խաբում։ Ես այդպես եմ կարծում։ Դրա համար աշխատում եմ անկեղծ լինել ու ազնիվ լինել եւ կարծում եմ, որ ապագա ընթերցողը կգնահատի այդ անկեղծությունը։ Եթե չունես ազնվություն, ուրեմն ամենաթանկը չունես։ Հետևաբար ազնվությունը ամենաթանկն է։ Սևակն է ասում է, մարդկա ելել է շալակն աշխարհի, մարդկա աշխարհն է շալակաստանում։ Այսինքն իրենք ուզում են ելնել շալակը աշխարհը։ Ուզում են մեջ բերել հենց սևակի խոսքեր, որ ասում է ապրել, այնպես ապրել, որ սեփական հողը չզգա քո սեփական ծանրություն։ Սա ճշմարտություն է։ Այսինքն մարդը պետք է այնպես ապրի, որ ինքը թեկուզ չնչին մասով, բայց օգուտ տա։
Ես զրուցում էի ընկերուչս հետ, որի հետ շատ բտերիմ եմ, կարելի ասել եղբայրներ ենք։ Ասացի Արտուր, արի մի հատ կարելի է մի հատ ֆիլմ նկարել, մեր երեխեքի մասին, ասաց կարելի է, բայց ֆիլմի սցենարը սկսում է 1994 թվականից, այսինքն դա գլխավոր հերոսը հիշում է ամբողջ պատմելով։ Հետո ցույց է տալիս մտնում է հիվանդան հողոց։ Ինքը արդեն ծանոթանում է իր այդ ընկերուց հետ, որի հետ զրուցել եմ ես։ Եվ իրենք որ ծանոթանում են, այսպես ձեռքերը միացնում են եւ խոստանում որ իրենք հավիտյան ընկերներ կմնան։ Եվ այդպես է լինում ֆիլմի ողջ ընթացքում։ Ուրեմն 10 իրա ցույց է տալիս 2000 այդ պայքարը, այդ հիմնոնոս հային։ Այդ կյանքը նրանից հետո արդեն ինձ աբագան։ Գլխավոր հերոսին ավարտում է դպրոցը, համալսարանը, աշխատում է եւ բիզնես է տնում մի փոքրիկ, հետո կամաց աճեցնում է այնտեղ։ Բոլորը իր ընկերներն են։ Դրանք իրական անձնավորություններ են այդ հերոսները։ Հիմնական միտքը դա չէ հարստանալ, հա բիզնես տնել։ Ինքը հատուկ գործարան է բացում, հրավիրում է մասնագետներ, որ այսպեսի բաներ հոտեն, բայց ինքը չի վաճառում։ Այսինքն իմաստը նա է, որ ինքը ոչ թե կոպիտ ասած փող է աշխատում, հա, որի դժբախտության վրա, այլ ինքը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի այդ դժբախտությունը թեթևացնի։ Ընդամենը բերում են իր մոտ կտրոն եւ ըստ այդ կտրոնի, բժշկի կտրոնի կտալես է։ Բայց ինքը վճարում է մասնագետներին, որպեսզի պատրաստեն այդ բաները, հա։ Այնպես որ ֆիլմը հիմնականում այդ մասին է։ Բայց ինքը չի հիշում իր անցյալը։ Ընդամենը իր մոտ մնում է էս։ Մնացածը բոլորը ինքը փակել էր այդ գիրքը եւ բացել մի նոր գիրք։ Գալիս են նստում են սայլակին եւ դա իրենց համար հաճույք է։ Մի քիչ կներեք իհարկե, արտահայտության, բայց ինքը չեն պատկերացնում, որ այս սայլակին նստող երեխան երբեք չէր ուզենա լսել այս սայլակը։ Այսինքն ոչ թե ինքը մտածում որ մենք եսիմ գովազդում ենք, դա չի, խնդիրը գովազդը չի։ Խնդիրն այն է, որ պետք է ուշադրություն դարձնել, որովհետև եթե ուշադրություն չդարձնես, իրենք իրենց են զգացնել տալու։ Որովհետև երբ որ մի հատված եմ ուզում բերել այդպեսի, երբ որ Ռոմը ուշադրություն չդարձել է ստրուկների երաժշտությանը, իրենք ապստամբեցին եւ զգացնել տվեցին, որ մենք գոյություն ունենք, մենք մարդ ենք։ Հետևաբար չպետք է անտեսել, պետք է նրանց տալ աշխատանք, եթե իհարկե իրենք ունեն հնարավորություն աշխատելու եւ հասարակության մեջ որպես մարդ ապրելու իրավունք տալ, ոչ թե հնարավորություն, որովհետեւ այդ հնարավորությունը իրենք ունեն։ Ցանկացած մարդ էլ կհայտնել այս վիճակում։ Այսինքն իրենք ապահովագրված չէ։ Բայց ֆիլմի հիմնական գաղափարը այդ կամքի ուղղն է։